Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են, որ նախօրեին խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Ավելի վաղ Իրանի ղեկավարությունը հայտնել էր, որ դիվանագիտական ջանքեր են գործադրվում Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ գործարքի չկնքման դեպքում ամեն ինչ կարող է վատ լինել Իրանի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի տվյալներով իրանական անօդաչու թռչող սարքը անհասկանալի մտադրությամբ շարժվել է ավիակրի ուղղությամբ եւ խոցվել ամերիկյան F-35 կործանիչի կողմից։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել։ Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը նամակ է ուղարկել արտաքին գործերի նախարարությանը, առաջարկելով Եվրամիության անդամ երկրների բոլոր ռազմական կցորդներին ճանաչել ահաբեկիչներ եւ արտաքսել Իրանից։ Նախաձեռնությունը կապված է ԵՄ արտաքին գործերի նախարարների որոշման հետ, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Թեհրանում այդ քայլը գնահատել են որպես քաղաքական եւ անօրինական։ Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանձնարարել է կիրառել համապատասխան հակաքայլեր։ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունները չեն մնա առանց պատասխան քայլերի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը սպասում է ռուսական հարվածների վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների արձագանքին։ Նրա խոսքով էներգետիկ օբյեկտների վրա հարվածները դադարեցնելու առաջարկը եղել է ամերիկյան կողմի նախաձեռնությունը ձմեռային ցրտերի պայմաններում։ Զելենսկին հիշեցրել է, որ դա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական խնդրանքն էր, սակայն նրա գնահատմամբ Ռուսաստանը պատասխանել է բալիստիկ հարվածներով։ Նա ընդգծել է, որ ընդամենը մի քանի օր անց Մոսկվան խախտել է պայմանավորվածությունը։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը նախկինում եւս բազմիցս խաբել է, այդ թվում լայնածավալ պատերազմի մեկնարկից առաջ։ Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ ռուսական հարվածները պետք է արժանանան միջազգային հանրության կոշտ պատասխանին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով երկխոսության վերսկսումը ներկայում նախապատրաստական փուլում է, իսկ քննարկումները կրում են տեխնիկական բնույթ։ Մակրոնը նշել է, որ գործընթացն իրականացվում է թափանցիկ կերպով եվրոպացի դաշնակիցների եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ խորհրդակցելով։ Լեհաստանի ռազմական հակահետախուզությունը ձերբակալել է պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկին Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Լեհական ԶԼՄ-ների հաղորդմամբ նա ձերբակալվել է հենց աշխատավայրում եւ դուրս բերվել գերատեսչության շենքից։ Ձերբակալվածի ինքնությունը չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ նա նախարարության միջին օղակի երկարամյա աշխատակից է։ Լիբանանի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին Սայֆ ալ-Իսլամ Քադաֆին սպանվել է։ Ալ-Արաբիայի փոխանցմամբ տեղեկությունը հայտնել է Քադաֆիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։ Ըստ աղբյուրի 4 անհայտ անձինք կրակել են նրա վրա սեփական այգում եւ փախել դեպքի վայրից։ Սպանության համար պատասխանատուները դեռևս հայտնի չեն։ Լիբանանի պետական լանագործակալությունը եւս հաստատել է Սայֆ ալ-Իսլամի մահը, հղում անելով նրա խորհրդական Աբդուլլահ Օսմանին։ Սայֆ ալ-Իսլամը երկար ժամանակ համարվում էր հոր քաղաքական ժառանգորդը եւ 2021 թվականին հայտարարել էր նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։